Բարև ձեզ հարազատներս, այսօր հղիների սրտխառնոցի և փսխման մասին կխոսեմ, կարող է թեթև թեմա է, բայց ես պատմելու եմ այն կարևոր պահերի մասին, որոնց մասին պիտի տեղեկացված լինեք։ Հիշեցնեմ, որ ես մանկաբարձ գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, 21 տարի աշխատել եմ Մոսկվայի առաջատար կլինիկաներում, արդեն 2 տարի ինչ աշխատում եմ մեր երկրում։ Հղիների փսխումը այնքան հաճախ է լինում, մոտավորապես 90% հղիների ունենում են կամ սրտխառնոց կամ թեթև աստիճանի փսխում, որը համարվում է նորմալ, անգամ այնքան շատ է, բայց այս այլ հենց կարող է խաբուսիկ լինել ու մենք խնդիր ունենանք, օրինակ հղին գա ասի բժշկուի ջան, որով այնս ցավում է ստորին հատվածներում, ինչը շատ բնորոշ է նույնպես հղիության ժամանակ, բժիշկը ասի, որ դա նորմալ է, ավելացնի, որ 2 անգամ էլ փսխում է եղել, էլ ասի, դա էլ է նորմալ, քանի որ թեթև տեսակի է, ուտելիք կարողանում ես ուտել, այո, խմելիք կարողանում ես ըմպելիք խմել, այո, ու կինը գնա տուն եւ կույրաղիքի բորբոքումից մահանա։ Ուրեմն այն թեթև հիվանդությունների ժամանակ, ախտորոշելու ժամանակ բժիշկները երևի թե ամենաշատ սխալներն են թույլ տալիս, քանի որ մտածում են, որ ամեն ինչ հասկանալի է, դե հղի է, փսխում է, նորմալ է, ցավերն են նորմալ, շատ զգուշ պիտի լինենք։ Նույնն էլ վերաբերում է արտարգանդային հղիության, որ կարծես թե շատ հեշտ է ախտորոշելը, բայց նույնպես մահացությունը բարձր թվերի է, հենց դրա համար, որ կարող ես զգոնությունդ կորցնել։ Երկրորդ կարևոր կետը, որի վրա ուշադրություն կուզեի դարձնեի, որ ձեր ուշադրությունը սևեռեք այնտեղ, որ ինչ խնդիր կարող է ունենալ այս հղիների փսխումը, քանի որ լսում եմ շատ հղիներ, որ տատիկիս մոտ այդպես եղել, մամայիս մոտ այդպես եղել, որ համարում են դա նորմալ։ Ուրեմն երբ որ կինը փսխում է, չի ուտում, բավարար քանակի սնունդ, հեղուկներ, օրգանիզմը սկսում է քայքայել իր սեփական նյութերը, օրինակ սպիտերը, հղիությունը մեկը վերցնելու է իրան ինչ պետք է, սպիտակուցա պետք ինքը հղի մարմնից վերցնելու է, միկրոէլեմենտներ, վիտամիններ, ինքը իրան ինչ պետք է վերցնելու է, այդ սնունդը հղին պետք է, որ իր պաշարները լցնի, որ հետո կարողանան երկուսն էլ օգտվել։ Ու երբ որ հղի կինը փսխում է, օրգանիզմը սկսում է քայքայել իր սեփական ճարպերը ու արտադրվում են կետոններ։ Այդ կետոնները արյան մեջ շատանում են, հետո հայտնաբերվում են մեզի մեջ, ու ինչը եթե ոչ հղի կինը մի 3-4 օր հաց չուտի, գուցե անգամ օգտակար է լինի իրեն, բայց հղիների մոտ այդ կուտակվող կետոնները սկսում են վնասել պտղին, պտղի նյարդային համակարգը, գլխուղեղի աշխատանքը կարող են վնասել, աշխատանքի վրա կարող են ազդել, այնպես որ դրա համար ենք հղիների մոտ փսխման ժամանակ կետոնները մեզի մեջ հաճախակի ստուգում, սրանք շատ կարևոր պահեր են։ Ուրեմն սկսեմ հերթականությամբ պատմել, ում այդքան ժամանակ չուներ շարունակել, գոնե այս կարևոր բաները, որ կուզեի անպայման տեղեկացված լինեիք։ Պատճառները հղիների փսխման ոչ մեկ չգիտի, այդքան տարբեր ենթադրում եմ, որ կարող է հորմոններն են մեծ աշխատանք կատարում, քանի որ հղիության ժամանակ գիտենք բարձրանում են էստրոգեններն ու պրոգեստերոնը, հուսամ իմ նախորդ տեսահոլովակներից արդեն այդ 2 հորմոնի հետ ծանոթ եք, 2 կանացի հորմոնի, այս տեսահոլովակում կծանոթանաք եւս 1 հորմոնի հետ, մարդու խորոնի գոնադոտրոպինի հետ, որը արտադրվում է ընկերքի կողմից։ Հիշում ենք, որ մի այդպիսի օրգան կա, որ պտուղը սնվում է, այդ ընկերքը կպնում է արգանդին ու այդտեղից ստանում պտղին է տանում նյութեր, թթվածին, հեղուկներ եւ այլն։ Ու այդ ընկերքը հենց արտադրում է մարդու խորոնի գոնադոտրոպինը։ Երբ որ կինը հղիանում է, տեստ է անում մեզի մեջ, այդ մեզում հայտնաբերում, այդ տեստը հենց հայտնաբերում է այդ մարդու խորոնի գոնադոտրոպինը, որը արտադրում է միայն այդ ընկերքի կողմից։ Որոշ դեպքերում կարող են ունենալ բարձր խորոնի գոնադոտրոպին, եւ որոշ ուռուցքներ էլ կարող են առաջացնել այդ
խորոնիկ գոնադոտրոպինը։ Ուրեմն ինչ է տեղի ունենում հղիության ժամանակ այդ խորոնիկ գոնադոտրոպինը բնականային կերպը սկսում է զարգանալ, սկսում է աճել ու հետաքրքիր է որ այդ խորոնիկ գոնադոտրոպինը որ աճում է ոնց որ փսխումն է հաճախակի համընկնում այդ խորոնիկ գոնադոտրոպինի աճի ու նվազման հետ մոտավորապես 5-6 շաբաթականից այդ հղիների սրտխառնոցն ու փսխումը սկսվում է հասնում է գագաթնակետին մոտավորապես 9 շաբաթական հետո կամաց նվազում մոտավորապես 16-20 շաբաթականում պետք է հղիների փսխումն անցած լինի շատ հազվադեպ դեպքեր կան երբ որ շարունակվում է հղիության երկրորդ կեսում նույնպես արժանի են շատ այդ հղիները ուշադրության ուրեմն երկրորդ հորմոնը մի վարկած կա որ այդ մարդու խորոնիկ գոնադոտրոպինի ազդեցությունն է որ կինը սրտխառնոց ունի փսխում ունի դրանով է պայմանավորված որ օրինակ բազմապտուղ հղիների մոտ է ավելի հաճախ լինում փսխում քանի որ այնտեղ երկու ընկերք կա պատկերացնում եք երկու ընկերքը ավելի շատ են այդ խորոնիկ գոնադոտրոպինը ստեղծում արտադրում եւ դրանից ավելի շատ է բայց բոլոր հարցերին այդ խորոնիկ գոնադոտրոպինը չի կարողանում պատասխանել բժշկության դրա համար ուրիշ վարկածներ էլ կան որ գուցեև էստրոգենն ու պրոգեստերոնը նույնպես շատանում են իրենք հղիության ժամանակ ու գուցե դրանք նույնպես ազդում են այդ փսխման մեխանիզմի վրա հետաքրքիր է որ այս հորմոնների ազդեցությունը դուք պիտի իմանաք այս մանավանդ պրոգեստերոնի ազդեցությունը ինչի համար է հղիության ժամանակ իրանք շատ բարձրանում քանի որ դրանց հիմնական նպատակն է հղիությունը պահեն որ վաղաժամ ծննդաբերություն չունենանք հենց որ հղիության վերջում այդ էստրոգենն ու պրոգեստերոնն ընկնում են ծննդաբերություն է սկսվում ուրեմն մեծ մասամբ որ պրոգեստերոնի աշխատանքն է որ թուլացնում է արգանդի մկանը որ երեխան մնա արգանդի խորոչում հանկարծ կծկումներ չլինեն չծննդաբերվի վիժ կամ վիժում տեղի չունենա ու հետաքրքիր է որ այդ պրոգեստերոնը ոչ միայն ազդում է արգանդի մկանի վրա այլ նաև ուրիշ օրգանների մկանների վրա օրինակ անոթների մկանների վրա գիտենք որ անոթները մկանային օրգաններ են որ կարող են գծկվել ու այդ պրոգեստերոնը ազդում է այդ մկանների վրա որ նրանք չեն թուլանում են դրանով է պայմանավորված որ հղիության առաջի եռամսյակում հղիների մոտ շատ ժամանակ տեղի ունենում զարկերակային ճնշման անկում ցածր է լինում քանի որ անոթները լայնացած են պետք է գծկվեն որ զարկերակային ճնշումը բարձրանա նույնպես այդ հորմոններով պրոգեստերոնով էստրոգենով է պայմանավորված որ աղիների աշխատանքն է դանդաղում քանի որ աղիները նույնպես մկանային օրգան են որ պիտի գծկվեն որ սննդանյութը մեջով անցնի թե ստամոքսը թե աղիները ու հղիության այդ հորմոնների ազդեցության տակ եւ ստամոքսի պարունակությունն է դանդաղ շարժվում, աղիներն են դանդաղ աշխատում, փորկապություն կարող է լինել կնոջ մոտ, այդ կերակրափողի ու ստամոքսի արանքում մի սֆինկտեր ունենք, էզոֆագիալ սֆինկտեր է կոչվում, որը նույնպես թուլանում է եւ դրանից կարող է ինչի համար է այդ սֆինկտերը պետք, որ ստամոքսից սննդանյութը չվերադառնա կերակրափող, բայց քանի որ հղիների մոտ դա նույնպես թուլանում է, իրենց մոտ կարող է այրոցի զգացում լինել կերակրափողի հատվածում ուրեմն սրանք հորմոններով նույնպես ուրեմն թե հորմոնների ազդեցությունը արդեն հասկացանք թե այդ մկանային թուլությունը կարող է փսխման այդ որ աղիները դանդաղ են աշխատում նույնպես կարող է այդ սրտխառնոցի ու փսխման պատճառ հանդիսանալ գենետիկական նախատրամադրվածությունը ինչպես ասացի որ հղիներն ասում են մամայիս մոտ է եղել, մորաքրոջս մոտ է եղել, տատիկիս մոտ է եղել գեներով իրոք որ եթե հարազատների մոտ եղել է մեծ է հավանականությունը որ կնոջ մոտ նույնպես կարող է լինել մոտավորապես մեծ պատճառները մոտավորապես սրանք են կան փոքր այլ պատճառներ նույնպես որոնց մասին կխոսեմ արդեն ընթացքում տեսահոլովակի ինչպես է արտահայտվում այդ փսխումը երբ որ կինը գալիս է շատ ժամանակ գանգատվում է սրտխառնոցից եւ փսխումից բայց նաեւ կարող է լինել փսխման անկառավարելի ցանկություն բայց փսխման չբերել ես տեսահոլովակի վերևում կտեղադրեմ թե ինչպես ենք մենք հասկանում որ կնոջ մոտ թեթև տեսակի, միջին տեսակի, թե ծանր տեսակի փսխում է հղիների փսխում այդպես էլ ախտորոշում այդպես էլ կա հղիների փսխում ու մենք բաժանում ենք այդպիսի 3 աստիճանի, որ հասկանանք ում պարկացնենք հիվանդանոց, ում տնային պայմաններում բուժենք, ում ընդհանրապես կանայք, որ ընդհանրապես բուժման կարիք չունեն, ու դուք էլ կարող եք դա հաշվարկել։ Հաշվարկում ենք ըստ նրա, թե
սրտխառնոց օրվա մեջ քանի ժամ է տևում, քանի անգամ է կինը փսխում եւ այլն, կտեսնեք, որ շատ հեշտ է դա հաշվարկել։ Ուրեմն հղիների փսխումը գուցե կթվա թե սովորական բան է, բայց կարող են լինել այնպիսի դեպքեր, որ այնքան ծանր լինի այդ հղիների փսխումը, որ ստիպված լինենք ընդհատել հղիությունը։ Կան դեպքեր, երբ որ կինը ինքն է ուզում ընդհատել, քանի որ շատ ծանր է տանում այդ փսխումը։ Այնքան կան կանայք, ովքեր ընդհատում են հղիությունը ու չեն ուզում ընդհանրապես հղիանալ վախից, որ այդ փսխումը կարող է նորից սկսվել, որովհետև շատ դժվար են տանում։ Ազդում է իրենց առօրյայի վրա, աշխատանքի վրա, գիտեք, հիմա կանայք ավելի շատ ուզում են աշխատեն, քան երեխաներ ունենան, ու այսպիսի խնդիրներ ունենում ենք, ու կարող է ծանրագույն տեսակները իրոք կարող են կնոջ օրգանիզմի վրա անդրադառնալ, դրա մասին նույնպես կխոսեմ։ Իմ կարիերայում մի դեպք եմ տեսել, երբ որ հղիություն է ընդհատվել փսխման հետևանքով, հղիների, դա իմ հղին չէր, գոլեգայիս հղին էր, ես ուղղակի խոսակցություններն էի լսում, որ բաժնիվարիչի հետ քննարկում էին, որ հղիություն ընդհատեն, քանի որ հաճախ էր բուժարուն արդեն երրորդ անգամ էր ընդունվել հիվանդանոց, անպայման է պետք է ընդհատել։ Շատ ժամանակ ես միջամտում եմ այդ հարցերում, մանավանդ եթե հղիության ընդհատման հարց է, ես չեմ հասկանում ոնց եղավ, որ այդ մի պահը, այդ մի օրը ես չեմ միջամտել, ու դա ինձ թվում է այդ մեղքը մինչև կյանքիս վերջ ես դա տանելու եմ, որ չմիջամտեցի, քանի որ հղիների փսխումը փսխմանը շատ բնորոշ է, որ կինը մի քանի անգամ է պարկում հիվանդանոց, քանի որ այդ բուժման մեթոդները ժամանակավոր արդյունք ունեն, անգամ 1/4 հղիների բազմակի անգամ ընդունվում են հիվանդանոցային պայմաններում բուժման, քանի որ փսխում է, դեղը չես կարողանում ընդունել ու ստիպված են սրսկել, ոչ բոլորին տնային պայմաններում հնարավորություն ունեն, դրա համար գալիս են հիվանդանոց, որ կարողանան ներերակային հեղուկներ լցնեն, այդ հակափսխման դեղորայքը միջմկանային կամ ներերակային սրսկել։ Սրանով է պայմանավորված, որ հղիները պարկում են, բայց հղիների հոսպիտալիզացիան, այսինքն հիվանդանոց պարկելը, դա ցուցում չէ հղիությունը ընդհատելու։ Մանավանդ եթե հղին գինեկոլոգիական բաժանմունքում է, ուրիշ բան է, թե ռեանիմացիայում լիներ, բոլոր տեսակի միջոցառումները կիրառած լինեիր ու չկարողանայիր կանգնեցնել այդ process-ը, արդեն հասկանալի կլինի, որ հղիություն ընդհատում ես, բայց մի խոսքով դա շատ սխալ մոտեցում էր, ուզում եմ ասեմ, բայց կարող են այդպիսի դեպքեր նույնպես լինել։ Ուրեմն ինչի է վտանգավոր է հղիների փսխումը, նրանով, որ կինը պիտի սնունդ ստանա, արդեն ասեցի, որ կինը պետք է հղի կինը պիտի ստանա բավարար քանակի, սննդի մասին հղիների սննդակարգի մասին առանձին տեսահոլովակ ունեմ, չնայած դրա, որ շարունակվում են սխալները իմ սեփական հղիների կողմից, ես բոլոր նոր հղիներիս, իմ հղիները բոլորը իմ տեսահոլովակներից են գալիս իմ մոտ, ու հուսա ինձ թվում է, թե այդ տեսահոլովակները լսել են, դրա համար են գալիս, բայց բանից պարզում է, որ չեն լսում, գալիս են հղի ու բոլորին են առաջի օրերը ասում եմ ձեր սննդակարգը ինձ ուղարկեք, օրվա մեջ ինչ եք կերել, ինչ եք խմել, որ ես հասկանամ, որ ինչ վիճակում է ձեր մոտ։ Շատ վատ է մեր ժողովրդի, գուցե եւ ամբողջ աշխարհի, բայց քանի որ այստեղ եմ, սա շատ կարևոր է, գուցե դպրոցներում սա պիտի դասավանդվի, մարդ ինչ պիտի ուտի։ Հղի է ուղարկում իր սննդակարգը բուրգեր։ Ասում են բուրգերները պիտի հանվի, սպիտակուցը պիտի վերցնենք ուրիշ ձևով կամ ձուկը լինի, ձուկ, միս, լոբազգիներով եւ այլն, ուղարկում են ուրիշ սննդակարգ։ 6 հաձու, ասում եմ ինչի 6 հաձու, ասում եմ դու ասել եք սպիտակուցա պետք։ Սա շատ դժվար է, ու շատ կարևոր է հղի սննդակարգը, շատ կարևոր է, որ բավարար քանակի կարևոր նյութեր հղին ստանա, քանի որ երկուսի համար է ստանում։ Սա չի նշանակում, որ շատ պիտի ուտի, այլ ուղղակի ճիշտ պիտի ուտի։ Ճիշտ եթե ուտում ես, անգամ վիտամինների կարիք չկա, եթե կինը ճիշտ սնվում է, բավարար քանակի սպիտակուցները, բանջարեղենը, մրգերը, կատնամթերքը, այդ չարազները, ամեն ինչից պիտի մի քիչ լինի, որ ինչ պետքա օրգանիզմը վերցնի, բայց ինչքան տեսնում եմ մեր երկրում էս սննդի հետ ուտելու հետ խնդիրներ ունեն ժողովուրդը, որ
գիտակցություն չունեն, որ որն է ճիշտը, ինչ սնունդն է ճիշտը, գուցե կարծում եմ, որ վիտամինները հղիների նշանակելը մեր պայմաններում շատ ճիշտ է։ Մանավանդ որ հղին փսխում է, այդ դեպքում արդեն երեկոյան ենք ասում վիտամինը խմի, որովհետև փսխումը մեծ մասամբ առավոտներ է լինում, չնայած կարող է լինել օրվա ցանկացած պահի, բայց արդեն երեկոյան մի քիչ եթե թեթևանում է մի փոքր ուտելիքի հետ խորհուրդ ենք տալիս այդ վիտամինը հղիների մուլտիվիտամինները խմի, քանի որ չի կարողանում բավարար սնվի ու դրա կարիքը կա։ Ուրեմն ինչ ենք անում, ախտորոշումը արդեն ասեցի, որ ախտորոշումը պարզ է, արդեն հղին որ գալիս ասում է սրտխառնոց ունեմ, փսխում ունեմ, մենք պիտի ուղղակի շատ զգոն լինենք ուրիշ հիվանդություն բաց չթողենք։ Մանավանդ այն դեպքերում, երբ որ հղիների փսխումը սկսում է 10 շաբաթականից հետո, այդտեղ ավելի միշտ ավելի շուտ է սկսվում 5-6 շաբաթականից, երբ որ 10 շաբաթականից հետո է սկսվում կամ փսխում է կինը հղիության երկրորդ կեսից սկսած, այնտեղ մի շատ կարևոր ախտորոշումներ կան կյանքին վտանգ սպառնացող, որ շատ զգոն պիտի լինի բժիշկը, բայց նույնպես այս առաջի երամսյակում նույնպես որ կարծես թե ամեն ինչ նորմալ է, դե հղի է փսխում է, բայց պետք է անպայման զննել, տեսնել, որ ջերմություն չունի, որովայնի ցավեր չունի, որ կարող են բնորոշ լինել ուրիշ հիվանդությունների։ Ախտորոշման մեջ մենք ինչպես ասեցի, մեզի մեջ կետոններն ենք անպայման ստուգում, քանի որ վնասակար են, թե իրենց քանակը բարձրանում է, արդեն վնասակար կարող է լինել պատղին, ինչպես ենք սա բուժում, իհարկե սնունդով, կինը պետք է սրտխառնոցը ու փսխումը բուժվի, որ կարողանա ուտելիք ուտել, եւ որ ուտելիքը ուտում է, արդեն մարմինը չի քայքայում իր ճարպերը, արդեն օգտագործում է այն սննդակարգի նյութերը եւ կետոնների քանակը նվազում է մեզի մեջ, նորմալին է հասնում։ Ախտորոշումը շատ մեթոդներ մենք օգտագործում ենք, երբ որ ծանր փսխում է, երբ որ արդեն փորձել ենք բուժել, բայց ծանրացել է, կինը չի կարողանում հեղուկներ ընդունել, չի կարողանում սնվել ու այդ փսխումը շարունակվում է, դա բերում է ջրազրկման։ Ջրազրկումը ամենակարևոր խնդիրներից է հղիների փսխման մեջ, բայց նաև կարող է բերել ուրիշ խնդիրների, քանի որ փսխման հետ թթվայնությունը, գիտենք, որ ստամոքսում թթվային միջավայր է, այդ թթուները դուրս են գալիս, էլեկտրոլիտների խանգարում կարող է տեղի ունենալ, կնոջ մոտ էլ թուլություն, գլխապտույտ, անգամ միջև կոմայի կարող է հասնել ծանրագույն դեպքերում, երբ որ ժամանակին չդիմի հիվանդանոց։ Ծանրագույն դեպքերում արդեն իհարկե ստուգում ենք արյան անալիզները, լյարդի երիկամների ցուցանիշներն ենք ստուգում, շատ հազվադեպ է պետք լինում լյարդի սոնոգրաֆիա կարող ենք անել, վահանաձև գեղձ կարող ենք ստուգել, լինում է դեպքեր, որ ծանր է, դժվար է բուժել, պետք է լինում մի այսպիսի բակտերիա կա ստամոքսում հելիկոբակտեր պիլորի, ովքեր որ ստամոքսի խոց են ունեցել, դրանք գիտեն, դրա մասին, որ դրան նույնպես ստուգում ենք, կան դեպքեր, որ դժվար է բուժել, կարող է պայմանավորված լինել հենց այդ հելիկոբակտեր պիլորի հետ։ Ուրեմն ախտորոշումը կարծես թե հասկանալի է, ուրեմն ժխտում ենք ուրիշ հիվանդությունները եւ սկսում ենք բուժել։ Առաջնային այստեղ բուժման մեջ էլ կուզեի շատ կարևոր մի բան պատմեի, որ դեղորայքը, որը մենք օգտագործում ենք հղիության ժամանակ, մենք բաժանում ենք 5 խմբի։ Մենք չենք բաժանում, դա ամերիկական կազմակերպություն է, որը թույլ է տալիս դեղորայքներ օգտագործել իրենց երկրում, ու այդ կազմակերպությունը հղիության ժամանակ կիրառվող դեղորայքը բաժանել է 5 խմբի A, B, C, D եւ X, ու ինչ է սա նշանակում։ A խմբի դեղորայքը դա թույլատրելի է հղիության ժամանակ, որ անկասկած ոչ մի վտանգ չի սպառնում երեխային։ B խմբի դեղորայքը կարելի է նույնպես նշանակել հղիներին, բայց հետազոտությունները միայն արված են կենդանիների վրա, կենդանիների վրա ստուգել են, տեսել են ոչ մի արատներ չի առաջացնում իրենց պտուղների վրա, ենթադրաբար եզրակացվում է, որ հղիների վրա նույնպես վատ ազդեցություն չի ունենալ իրենց երեխաների վրա, ու կա փորձ բժշկության մեջ, որ այս դեղորայքը կարելի է նշանակել, դրանք B խմբի դեղորայքներն են։
C խմբի դեղորայքը հետազոտությունները ցույց են տալիս, որ արատներ առաջացնում է կենդանիների վրա, անգամ մարդկանց վրա կան դեպքեր, որ այդ դեղորայքը ընդունել են եւ առաջացրել է արատ երեխայի մոտ, բայց մենք դեպքեր կան, որ մենք ստիպված ենք այդ դեղորայքը ընդունել, օրինակ էպիլեպսիայի ժամանակ, երբ որ կինը ցնցումների մեջ է ընկնում, այդ ցնցումների ժամանակ պտուղը կարող է մահանալ, կամ այդ ցնցումների ժամանակ այնպիսի թթվայնային քաղց է զգում պտուղը, որ կարող է ծանրագույն արատներ ունենա։ Այն դեղորայքը հակացնցումային, որ նշանակում ենք հղիներին, դրանք C խմբի, մեծ մասը C խմբի դեղորայքներ են, որոնք կարող են առաջացնել արատներ երեխայի մոտ, բայց մենք պարտավոր ենք դա նշանակել հղի, քանի որ եթե չնշանակենք, կամ պտուղը կմահանա, կամ ավելի լուրջ արատներ կարող են լինել։ Դրա համար կշռելով այդ ամեն ինչը, հղին բացատրելով, գրավոր համաձայնություն վերցնելով, C խմբի պրեպարատ եթե հղին նշանակում ենք, անպայման հղին պիտի գրավոր մեզ համաձայնագիր տա, որ ինքը ծանոթացել է, գիտի, որ կարող են խնդիրներ լինեն դեղորայքից, որ նոր կարողանանք այդ դեղորայքը նշանակենք։ D խմբի պրեպարատները մենք նշանակում ենք միայն եթե կնոջ կյանքին վտանգ է սպառնում, որ պետք է անպայման իրեն փրկենք, եւ X խմբի պրեպարատները, որ չի կարելի հղիության ժամանակ ոչ մի դեպքում նշանակել։ Ինչի համար եմ սա պատմում, որովհետև հղիների փսխման ժամանակ մենք սկսում ենք իհարկե աստիճանաբար դեղորայքը տալ, սկսում ենք ամեն A խմբի պրեպարատներից, հետո նշանակում ենք, եթե դա չի օգնում, B խմբի պրեպարատներ, եթե չի օգնում, կան դեպքեր, որ ստիպված ենք նշանակել C խմբի պրեպարատ, որպեսզի կարողանանք շարունակենք հղիությունը։ Ուրեմն առաջնայինը մինչև դեղորայք նշանակելը մենք խորհուրդ ենք տալիս ռացիոնի փոփոխություններ, ապրելակերպի փոփոխություններ, ինչպիսին են այդ փոփոխությունները, ուրեմն հետաքրքիր է, որ այն կանայք, ովքեր ում մոտ հոտառությունը ավելի ուժեղ է, իրենց մոտ ավելի շատ է լինում հղիների փսխում ու սրտխառնոց, այն կանայք, ում որ թույլ է, շատ քիչ է լինում, սրանից հասկանում ենք, որ այդ գրգիրները, հոտառության գրգիրները դրանք ուժեղացնում են, արդեն կինը ինքը պիտի արդեն հասկանա, ինչ սնունդ ինքը կարողանում է ուտել, դա էլ ուտի, հնարավորինս այդ տաք սնունդից տաք սնունդ ուտելիս նորից այդ հոտը ուժեղ է ավելի, դրա համար հնարավորինս, եթե դժվար փսխման էտապում եք, հնարավորինս սառը սնունդ լինի, ավելի պինդ, քիչ քանակով, հաճախակի ու քիչ քանակով, քանի որ դատարկ ստամոքսը նույնպես կարող է փսխման տրիգեր լինի, առաջացնի փսխում։ Առավոտյան խորհուրդ է տրվում դեռ պարկած մի փոքր 4 սնունդ ուտել, դա կարող է կրեկեր լինի, կարող է մի կտոր պանիր լինի, կամ եթե գիշերը պետք է ձեզ վեր կենալ, նույնպես լավ կլինի մի կտոր ուտեք, նոր վեր կենաք, որ փսխման ցանկություն չլինի, օդափոխված լինի տունը, սնունդը աշխատեք շատ կարճ ժամանակում պատրաստել, որ այդ նորից եմ ասում այդ գրգիրներից հեռու լինել։ Շատ օգտակար են կոճապղպեղը, ամեն ինչ կոճապղպեղով հեղուկներ կլինեն, կոնֆետներ կլինեն, խմորեղեններ կլինեն, փոքր չոր, շատ օգտակար է։ Սա որպես դեղ ենք նշանակում անգամ կոճապղպեղով սնունդը։ Կան կանայք, օրինակ հեղուկները շատ կարևոր է, որ բավարար քանակի լինի, քանի որ հասկացանք, որ հղիների փսխման հիմնական խնդիրը դա հենց ջրազրկումն է։ Դրա համար քիչ քանակով, անգամ ձողիկով հեղուկները պիտի օրվա մեջ ընդունեք։ Լավ կլինի մի 30 րոպե ուտելուց առաջ, որ ստամոքսը չմեծանա, ստամոքսի չափսերն էլ որ մեծանում են, նորից կարող է փսխում առաջացնել։ Կինը արդեն ինքնուրույն է որոշում ինչ սնունդ ուտի, ինչից իր սիրտը չի խառնում, բայց հնարավորինս օգտակար սնունդներ լինեն։ Եթե իհարկե գոնե ինչ-որ մի բան կերեք, բայց եթե հնարավոր է սպիտակուց պարունակող լինեն, չարազներ կլինեն, կարող է մի քիչ աղի սնունդ այդ ժամանակ գերադասեք, լավ կլինի շատ քաղցր սնունդներ չլինեն, կծու, թթու, մրու, շատ ճարպոտ սնունդները, դրանք գրգռիչ են, փսխման դրանցից զերծ մնալ։ Ուրեմն կարևորը նա է, որ այդ գրգիրներից հեռու մնալ,
Գրքիրներ անգամ կարող են լինել, երբ որ դուք շարժվում եք կամ ղեկում եք, այդ որ պատկերները անընդհատ փոխվում են, դրանք նույնպես կարող են առաջացնել սրտխառնոց, կամ լույսեր կան, որ մարում միանում են, դրանք նույնպես հնարավորինս այդ տրիգերներից, օծանելիքներից հեռու լինել, որ գրկիր չլինի, սնունդը հասկանալ, որ կարևոր սնունդը, առանձին տեսալով ունեմ հղիների սննդակարգին, անպայման դիտեք, դրանք շատ կարևոր են, որ իմանաք ինչն է կարևոր ուտելու համար։ Ուրեմն սկսեցինք, որ կոճապղպեղ հագեցնենք, հնարավորինս կինկա կարող է լիմոնը դուր գա, դաղց կարող է լինել, անգամ դաղցով կոնֆետներ կարող են լինել, որ կարող է այդ սրտխառնոցը անցկացնել, նույնպես կարելի է։ Առաջի դեղորայքը, որ մենք օգտագործում ենք, դա վիտամին B6-ն է։ Հետաքրքիր է, որ վարկածներից մեկը նա է, որ ինչի է հղիների մոտ փսխում լինում, որ այդ վիտամին B6-ի անբավարարությունն է։ Ամբողջ աշխարհում սա առաջի A կարգի պրեպարատ է, դրա համար առաջի ընտրության պրեպարատ է, մենք հղիների փսխման ժամանակ մենք սկսում ենք, որ մենք դեղորայքի ենք հասնում, անպայման սկսում ենք վիտամին B6-ից, բայց հարյուտես մեր երկրում առանձին վիտամին B6 չի վաճառվում։ Հետաքրքիր է, թե պահանջ չկա, թե ինչ, շատ կարևոր է, որ մենք հաբեր ունենանք վիտամին B6-ի, դրանից ենք սկսում։ Երբ որ դա A խմբի պրեպարատ է, երբ որ դա չի օգնում, մենք արդեն անցնում ենք B խմբի պրեպարատներին, չեմ ուզում հիմա դեղորայքների մասին խոսալ, ինքնուրույն բուժվել չի կարելի, արդեն ասեցի ինչ պատճառներ կարող են լինել, կարող եք դուք կետոնուրիան բաց թողել, կարող եք ուրիշ հիվանդություն բաց թողել, դրա համար միայն բժշկի օգնությամբ, եւ եթե B խմբի պրեպարատները չեն օգնում, մենք արդեն ստիպված ենք օգտագործել C խմբի պրեպարատ, օրինակ օնդասետրոն երևի լսել եք, C խմբի պրեպարատը միշտ պիտի հղին զգուշացրած լինի, գրավոր համաձայնագիր տա, որ ինքը տեղեկացված է, որ կարող է պտղի մոտ առաջացնել եւ այլն։ Մի ուրիշ խնդիր եմ տեսել մեր երկրում, որ մետոկլոպրամիդը, չնայած ինքը B խմբի պրեպարատ է, բայց երկարատև, երբ որ նշանակում ենք, կարող է կնոջ մոտ շարժումների խանգարում լինել, անկառավարելի շարժումներ լինեն, որոնք անգամ չանցնեն կայուն լինեն, մնան անգամ հղիությունից հետո։ Շատ զգուշ է պետք դեղորայքին, շատ մտածված, կարծում եմ այսքանը։ Այսօր մեծ հույսերով կհանդիպենք նորից, բարի օր բոլորիդ։